Այս երկու երիտասարդները արդեն պարզ ստույգ հրապարակային ասում ծախված են։ Չգիտեմ իրանց վախեցրել են թե փող են տվել, իրանց գործն է։ Իմ համար տարբերություն չկա։ Եթե մարդ որոշում է դառնա անդիմադիր, ինքը պետք է հասկանա, որ լինելու են բռնաճնշումներ, լինելու են գայթակղիչ առաջարկներ։ Պետք է այդ ամեն ինչը դու քո մեջ մի հատ տեղավորես, հասկանաս, որ դու գնում ես պայքարելու, լինելու է դժվար եւ երբեմն տհաճ, եւ գազ եւ մինչեւ վերջ պայքարես։ Իսկ մարդիկ ծախվեցին, մենք բոլորը զայրացած ենք ինչու, որտեվ 2 տարի է պայքարում ենք այս ապօրինության դեմ։ Ու եթե իրանք այսօր չմասնակցեին քվեարկությանը, մենք հաղթելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, ես արդեն որի-որ անգամ նա ասում է, որ հենց մի բան մենք ենք ասում, ասում եմ պարոն Հակոբյան, ձեր քուչում չեք։ Հիմա քանի որ ինքը տենց ասում, դրա համար եմ կներեք, ես բառամթերք օգտագործում եւ ցիտում, բայց եթե մեր քուչում լինենք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէր լինի, այդ մեկ։ Երկրորդն է, եթե ես քվեարկությունից առաջ լայվ եմ անում ու ասում եմ, ով ընդդիմադիրներից քվեարկի Նիկոլականը, այդտեղ դուք ինչ որ քուչի խոսույթ եք տեսնում, թե նույնիսկ Նիկոլ Ավինյանը ընդունում, որ Նիկոլականը դա հայոյանք է։ Եթե այդպես է, ներողություն կխնդրեմ։ Եթե Նիկոլ Ավինյանը ասի, որ Նիկոլական բառը իրապես քուչի բառա կեղտոտ հայոյանք է, ես ներողություն կխնդրեմ։ Բայց ես տեսեք, ես ասում եմ, եթե մարդ գիտակցված դեմ է քվեարկում, բայց գիտի որ ամեն դեպքում այդ իր քվեարկությունը կապ չունի դեմ կողմ թե ձեռնպա, միևնույն է քվորում է դրանով ապահովում եւ թանկացումը անցնում է, ապա այո, նա Նիկոլականն է, նա իշխանամետ է, նա ծախված ընդդիմադիր է, նա դավաճանել է իր գաղափարներին եւ հանրային ձայնի դեպքում ժողովուրդ ջան, դա ամենասուրն է, որովհետեւ եթե դու ստացել ես մանդատ ամենա հակատրադիցիոն կերպով, այսինքն դու քաղաքական խոսույթ չես ծավալել, քաղաքական գործունեություն չես ծավալել, դու սա աղորը եկել ես Նիկոլին մերում անուք ես քրֆել։ Ու այդ քրֆելու արդյունքում մեր հանրության այն զանգվածը, որը թե իշխանությունից, թե ընդդիմությունից հոգնած եւ զզված են, իրենց դուր է գալիս, որ մեկը գա բոլորին հայոյի, ինչի իմ համար անընդունելի է, լինի ընդդիմադիր թե իշխանա, որ ցանկացած մարդով հանրային խոսույթում օգտագործում է հայոյան, ես այդ մարդուն չեմ հարգում, որովհետեւ դրանով նա հենց չի հարգում մեր սեփական հանրությունը, որովհետեւ դա ծառացվում է։ Հիմա տեսեք դոգը արդեն նստած է, բայց այդ կուլտուրան արդեն շարունակվում է, այդ վակուումը վերցվում է, որովհետեւ այդ խայպաժոռությունը հիմա շատ ակտուալ է դառել եւ մարդիկ պատրաստ են թե հայոյել, թե վիրավորել, զուտ որպեսի ստանան այդ դիտումները։ Հիմա իմ ասածը շատ պարզ է, որ չի կարելի գալ ընդդիմադիր խոսքերով ստանալ մանդատ, հետո գնալ եւ ծառայել Տիգրան Ավինյանին։